Եկեք միասին պատրաստենք քաղցր սուջուխ կամ շարոց, անվանեք այնպես, ինչպես կցանկանաք։ Այս տարբերակով շատ լավ է ստացվում։ Շփոթը չի ճաքում, ունի շատ գեղեցիկ փայլ, որը պահպանվում է անգամ երկար մնալուց։ Ընկույզը պետք է լինի շատ լավ որակի, որպեսզի ավելի համեղ ու լավ ստացվի։ Վերցնում ենք սովորական թելը եւ այսպես մի քանի տակ ծալում ենք։ Ներքևի հատվածում հանգույց ենք անում։ Ասեղի օգնությամբ ընկույզները հավաքում ենք վրան, պետք է հավաքենք մեկ ուղղությամբ, որպեսզի շփոթը հավասարաչափ պատվի ընկույզի վրա, իսկ եթե տարբեր ուղղությամբ լինի, այդ հատվածում առանձնանալու են իրարից։ Թելի երկարությունը անում եմ 30-ից 50 սանտիմետր։ Դուք որոշեք, որ չափն եք ուզում անել։ Թելի ծայրը այսպես օղակաձև ենք ամրացնում եւ կախում ենք այսպիսի կախիչների վրա։ Կախում ենք եւ թողնում ենք 1 օր այսպես չորանա։ Եթե ընկույզը խոնավ մնաց, ընթացքում կբորբոսնի, իսկ շփոթն էլ կճաքի։ Պատրաստում ենք շփոթը, որի համար մեզ պետք է ալյուրը եւ շաքարավազը միացնել իրար եւ լավ խառնել։ Որից հետո ավելացնում ենք ջուրը։ Քիչ-քիչ ենք լցնում եւ անդադ խառնում ենք, որպեսզի գնդեր չառաջանա։ Անհրաժեշտ բաղադրիչները եւ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ եւ տարբերվող բաղադրատոմսերը։ Մոտավորապես կես լիտր ջուր ենք պահում, որի վրա լցնում ենք դոշաբը, լավ խառնում ենք եւ ավելացնում ենք ընդհանուր մասսայի վրա։ Շարունակում ենք խառնելը։ Այս ամենը տեղափոխում ենք գազօջախի վրա, խառնելով հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո իջեցնում ենք կրակը ամենաթույլի վրա եւ շարունակում ենք խառնելով եփելը։ Համեմունքներից ավելացնում եմ վանելին, մեխակ, դարչին եւ հիլ։ Հիլը ինձ մոտ այսպես հատիկներով էր, հետո մեջից հանելու եմ, իսկ դուք կարող եք հենց փոշին ավելացնել։ Համեմունքները ըստ ցանկության են կարող եք չավելացնել։ Ավելացնում եմ նաեւ մի փոքր մեղր, սա անում ենք փայլի համար։ Արդեն շփոթը պատրաստ է, տեսեք թե ինչքան մուգ ու փայլուն է ստացվել։ Անջատում ենք կրակը եւ արդեն շփոթապատում ենք մեր ընկույզները։ Ընկույզի շարանը իջեցնում ենք այսպես շփոթի մեջ, բոլոր կողմերից պատում ենք շփոթով եւ հանում ենք միջից։ Կարող եք 1 անգամ անել կամ 2 անգամ։ Ցանկությունը ձերն է, դա կախված է թե ինչ հաստության եք ուզում լինի շփոթը ընկույզի վրա։ Ես 2 տարբերակով էլ պատրաստելու եմ։ Եթե ուզում եք ավելի հաստ լինի, ապա թողնում եք 30 րոպե չորանա, որից հետո նորից շփոթապատում եք։ Կախում ենք չորանալու արևի ճառագայթներից հեռու, ավելի զով ու հարմար տեղում, մինչև ամբողջ շփոթը կչորանա։ Ստուգում ենք մատներով, եթե արդեն ձեռքերին չի կպնում, ուրեմն պատրաստ է։ Ահա տեսեք թե ինչքան լավ է ստացվել եւ բարակ տարբերակով եւ հաստ տարբերակով։ Սա արդեն հաստ տարբերակն է, իսկ սա բարակը։ Ինձ ավելի շատ դուր է գալի երկրորդ անգամ շփոթապատած տարբերակը։ Տեսեք թե ինչքան լավ է ստացվել։ Չի ճաքում, շփոթը շատ իդեալական պահպանվել է ընկույզի վրա եւ ինչքան գեղեցիկ փայլ ունի։ Այլ բարակ տարբերակն է, տեսեք թե ինչքան լավ է ստացվել։ Այստեղ ավելի շատ ընկույզի համն է արտահայտված լինում։ Իսկ եթե շփոթը կավելանա, դե ինչ ենք նետում, վրան ավելացնում ենք մանրեցած ընկույզը, թողնում ենք սառի, որից հետո վայելում ենք։ Շատ համեղ է ստացվում, եթե չեք փորձել, անպայման փորձեք։ Շարոցը պահում ենք չոր եւ հով տեղում։ Ես այն փաթաթում եմ յուղաթղթով եւ կերակրի թաղանթով։ Պահում եմ սառնարանում կամ մառանում։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա այն պատրաստած տեսանյութը։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Իսկ եթե ունեք այլ բաղադրատոմսեր, գրեք մեկնաբանության բաժնում, սիրով կփորձեմ նաև ձեր տարբերակները։ Այսօր էլ այսպիսի համեղ ու քաղցր բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Մեկնաբանության բաժնում կարող եք գրել նաև ինչ կցանկանաք պատրաստեմ հաջորդ հոլովակում, իսկ ես սիրով կպատրաստեմ։ Դե ինչ, առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։